Սաղմոս 133-ում գրված է, որ ինչքան բարի է եւ ինչքան հրաշալի է, որ եղբայրները եւ քույրերը մեկտեղ հավաքվեն։ Եվ այնտեղ նկարագրում է, թե դա ինչի է նման։ Դա նման է յուղի, որ հոսում է միջևերջ, դա օծության մասին է եւ դա նման է Հերմոն սարի ցողին, որ ոռոգում է երկիրը, որ ոռոգում է Սիոնը, թարմություն է բերում։ Եվ վերջում գրված է, որ Աստված այնտեղ հաստատեց կյանքը եւ օրհնությունը մինչեւ հավիտյան։ Այստեղ հավաքված են Աստծո որդիները եւ դուստրերը, այստեղ մենք հավաքվել ենք մենք եղբայրներով եւ քույրերով եւ Աստված այսօր մեզ համար ունի կյանք եւ օրհնություն պատրաստած։ Մենք պետք է վերցնենք այդ կյանքը եւ օրհնությունը Աստծուց։ Այսօր իմ խոսքը վերնագրել եմ այսպես. հարվածիր որքան որ պետք է։ Եվ դրա համար կուզեմ կարդալ 4-րդ Թագավորաց 13-րդ գլխի 15-ից 19 համարները։ Տասներորդ գլուխ 15-ից 19 համարները։ Եվ Հովասը ննջեց իր հայրերի հետ, եւ նրա աթոռի վրա նստեց Երոբովամը, եւ Հովասը թաղվեցավ Իսրայելի թագավորների հետ Սամարիայում։ Եվ Եղիսեն հիվանդացավ իր հիվանդությունով, որով եւ մեռավ։ Եվ Իսրայելի Հովաս թագավորը իջավ նրա մոտ եւ լաց եղավ նրա երեսին եւ ասեց. Հայր իմ, Իսրայելի կառքը եւ նրա ձիավորները։ Եվ Եղիսեն ասեց նրան. Վեր առ մի աղեղ եւ նետեր, եւ նա մի աղեղ եւ նետեր առավ, եւ նա ասեց Իսրայելի թագավորին. ձեռքդ պնդրացրու աղեղիդ վրա, եւ նա ձեռքը պնդացրեց, եւ Եղիսեն իր ձեռքը թագավորի ձեռքի վրա դրեց, եւ ասեց. բաց հարա պատոհանը դեպի արևելք, եւ նա բաց հարավ, եւ Եղիսեն ասեց. նետը գցիր, եւ նա գցեց։ Եղիսեն էլ ասեց. Տիրոջ փրկության նետը, եւ ասորիների դեմ փրկության նետը, եւ դու պիտի հաղթես ասորիներին ափեկումը մինչեւ որ վերջանան։ Այս հատվածը կարդացի, մի փոքր հետո կարդամ մյուս երկու համարները։ Այստեղ նկարագրվում է այն պատմությունը, որ ասորիները հարձակվել էին Իսրայելի վրա եւ այդ ժամանակ թագավորում էր Հովաս թագավորը։ Եվ նրանց ուժերը շատ անհավասար էին եւ անհնար էր նրանք որ հաղթեին Ասորեստանին։ Եվ Աստծո մարդը, Աստծո թագավորը իջնում է Եղիսեի մոտ, որպեսզի խորհուրդ հասցնի նրանից։ Եվ Եղիսեն նրան մի հետաքրքիր բան է առաջարկում, որ ասում է պատուհանդ բացիր դեպի արևելք եւ նետը ձգիր եւ քաշիր արևելք։ Եվ երբ որ նա անում է դա, Եղիսեն ասում է, որ սա Աստծո փրկության նետ էր։ Իրականում շատ հետաքրքիր բան, որ Եղիսենն է իրեն խորհուրդ տալիս, որ վերցնի իր նետը եւ աղեղը կրակի, Եղիսենն է իր ձեռքը դնում այդ աղեղի վրա պնդացնում է Հովասի ձեռքը, Հովասն է կրակում այդ նետը, հասնում այնտեղ, բայց վերջում Եղիսեն ասում է, որ սա Աստծո փրկության նետն էր, որ դու պետք է հաղթես Ասորեստանին։ Իրականում սա շատ նման է մեր փրկությանը, երբ որ մենք փրկվեցինք այս աշխարհից, ինչպես նետը եւ աղեղը, որ իրանք երկու մասից են բաղկացած, կա աղեղ եւ կա նետ, որ առանց աղեղի նետը ոչինչ անել չի կարող։ Առանց աղեղի նետը շատ փոքր գործիք է, բայց երբ որ աղեղն է լինում, նետը կարողանում է գնալ ամենայն վերջին տեղերը եւ հասնել իր նպատակին։ Ես սա նմանացրել եմ մեր հավատքին եւ Աստծո շնորհքին։ Իրականում Աստծո շնորհքը շատ զորավոր է։ Աստծո շնորհքը ամեն բանից առավել է եւ Աստծո շնորհքը շատ բան կարող է անել մեր կյանքում։ Բայց մեր հավատքն է կարևոր, թե մենք ինչքան ենք հավատում այս շնորհքին եւ ինչքան ենք հավատով ընդունում Աստծո շնորհքը մեր կյանքում։ Մենք այդ հավատքի աղեղը վերցեցինք եւ Աստծո շնորհքը կարողացավ իր գործը կատարել մեր կյանքում։ Եվ թեկուզ մենք արեցինք դա, թեկուզ մենք հավատացինք Աստծուն, Աստծո շնորհքը եկավ, բայց վերջում ասում է, որ սա Աստծո փրկության նետն էր։ Այդպես էլ մեր փրկությունը, դա Աստծո փրկությունն է։ Աստված մեզ փրկեց։ Մենք ընդամենը հավատացինք նրան։ Մենք ընդամենը ընդունեցինք իր շնորհքը մեր կյանքում։ Մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնում, բայց Աստծո փրկությունը մենք մեր հավատքով ընդունեցինք մեր կյանքում։ Ինչպես որ Հայտնության գրքում գրված է, որ փրկությունը մեր Աստծունն է, որ գահին է բազում։ Իրականում մենք պետք է սա հասկանանք, սիրելիներ։ Սա շատ կարևոր է հիշելը, որ մենք մեր ուժերով, մենք մեր սեփական կամքով թեկուզ եկել ենք այստեղ, բայց մենք մեր ուժերով չենք փրկվել։ Մենք մեր կամքով չենք կարող փրկվել, բայց Հիսուսը մեր համար խաչվեց, մահացավ եւ մենք հավատքով ընդունում ենք նրա փրկությունը մեր կյանքում։ Եվ դա իրականում Աստծո փրկությունն է մեր համար։ Եվ
Հետո գրված է, որ շարունակեմ կարդալ երկու համարները։ Եվ նա ասում է. «Եվ ասեց առ նետերը եւ նա առավ, եւ ասեց Իսրայելի թագավորին. գետինը զարկիր, եւ նա զարկեց 3 անգամ ու կանգնեց։ Եվ Աստծո մարդը բարկացավ նրա վրա եւ ասեց. 5 կամ 6 անգամ պետք էր զարկել։ Այն ժամանակ կզարկե իր աստորիներին մինչեւ որ վերջանային, բայց հիմա միայն 3 անգամ է զարկելու»։ Այդ փրկությունից հետո, երբ որ Մարգարեն վկայեց, որ դու փրկվելու ես աստորիներից, դու հաղթելու ես նրանց, նա նորից մի բան է առաջարկում թագավորին, որ վերցնի իր նետերը եւ հարվածի գետնին։ Բայց թագավորը, չգիտես խի, 3 անգամ է հարվածում եւ կանգնում։ Չի հարվածում այնքան, միջև որ Մարգարեն ասեր, որ բավական է, մի հարվածիր։ Հարվածում է միայն 3 անգամ եւ Մարգարեն այստեղ նրան բարկանում է եւ ասում է, որ պետք էր 5 կամ 6 անգամ հարվածեր։ Եվ դու ասում ես միջև վերջ կհարվածեիր ասորիներին, որ նրանք վերջանային, կոչնչացնեիր ասորիներին, բայց հիմա ընդամենը 3 անգամ կհարվածես։ Այսինքն դու քո ամբողջ հաղթությունը չես տան, ինչ որ Աստված պատրաստել էր քո համար։ Նրա համար, որ դու միջև վերջ չհարվածեցիր։ Սա շատ նման է մեր հոգևոր պատերազմին մեր կյանքում, սիրելիներ։ Ու մենք բոլորս պատերազմի մեջ ենք իրականում։ Մենք բոլորս մեր հոգևոր կյանքում պատերազմի մեջ ենք։ Եվ ժամանակ է գալիս, որ մենք մեր ձեռքը պետք է պնդացնենք, վերցնենք մեր նետերը, ինչպես Աստծո խոսքում է գրված, եւ հարվածենք։ Սա իհարկե փոխաբերական իմաստով, եւ մի բան ասեմ, որ մեր պատերազմը իրականում բարի է։ Աշխարհային պատերազմների մեջ բարի ոչ մի բան չկա։ Աշխարհային պատերազմի մեջ չկա միայն զոհեր, տխրություններ, լացեր, ողբերգություններ, բայց հոգևոր պատերազմը բարի է։ Ինչպես Պողոս ասում է, ես իմ բարի պատերազմը պատերազմեցի, Պողոսը ինքը իր մասին ասում է, որ իր կյանքի վերջում ասում է, որ ես իմ բարի պատերազմը պատերազմեցի։ Հետո էլ ինքը երբ որ իր աշակերտին Տիմոթեոսին ինքը խորհուրդ է տալիս, պատվիրում է, ասում է, բարի պատերազմ մղիր եւ ասում է, որ չարչարակից եղիր ինչպես Քրիստոսի բարի զինվոր։ Այսինքն մեր պատերազմը բարի է։ Մենք Քրիստոսի բարի զինվորներն ենք։ Մեր պատերազմը բարի է նրանով, որովհետև մեր Տերը եւ Փրկիչը այդ պատերազմը արդեն հաղթել է։ Կարող ենք ասել ամեն։ Մեր Փրկիչը արդեն պատերազմը հաղթել է եւ այդ հաղթությունը տվել է մեզ։ Ինչպես մեղքի դեմ պայքարում, Պողոսը Հռոմեացիների 7-րդ գլխում նկարագրում է իր այդ տրտմությունը, իր շփոթությունը, ասում է ես ինչ խեղճ մարդ եմ, ես ինչպես կարող եմ պայքարել մեղքի դեմ, ով կազատի ինձ այս մեղքի մարմնից, բայց հաջորդ գլխում գրում է, որ դատապարտություն չկա նրանց մեջ, ովքեր Հիսուս Քրիստոսի մեջ են։ Մենք Հիսուս Քրիստոսի մեջ ենք եւ մենք դատապարտություն չունենք։ Եվ գրում է, որ մեղքի եւ մահվան օրենքից ես դուրս եկա։ Գրված է, որ կյանքի եւ հոգու օրենքը ինձ ազատեց մեղքի եւ մահվան օրենքից։ Մենք հիմա պատերազմում ենք, մենք հիմա կռվում ենք կյանքի եւ հոգու տիրույթում, որ այդ տիրույթի մեջ մեզ թույլ է տվել, որ մենք մտնենք մեր Տերը Հիսուս Քրիստոսը։ Եվ մենք արդեն այդտեղ գտնվելով կարող ենք իրապես պատերազմել, որովհետև Աստված է մեզ ուժ տվել։ Ինչպես Հիսուսը ավետարանների մեջ ասում է, ինչպես կարող է մի մարդ զորավորի տունը մտնել, երբ նախ այդ զորավորին չկապի։ Նոր կմտնի իր տուն, այդ իր կարասիները կթալանի։ Հիսուսը սա փոխաբերական իմաստով էր ասում եւ իր ասացի միտքը այն էր, որ այդ զորավորը իրականում չարն է, սատանան է, եւ Հիսուսը իր խաչի միջոցով սատանային հաղթեց։ Եվ այդ հաղթությունը տվեց մեզ։ Հիմա ինքը այդ զորավորին կապել է։ Մենք արդեն մեզանից է կախված, թե կմտնենք իր տուն, թե ոչ, եւ կթալանենք իրան։ Սա նորից տենց փոխաբերական իմաստով պետք է հասկանանք սա։ Կուզեմ կարդալ Եփեսացից 6-րդ գլխից։ Եփեսացից 6-րդ գլուխ 10-ից 12 համարները։ Այսուհետ եղբայրներս զորացեք Տերով եւ նրա զորության կարողությունով եւ Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կենալ, որովհետեւ մեր պատերազմը արյունի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանությունների եւ պետությունների հետ, այս աշխարհի խավար աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են։ Պողոս առաքյալը մեզ մի պատգամ է փոխանցում։
Աստված մեզ ասում է, որ մեր պատերազմը մարմնի եւ արյան դեմ չէ։ Իրականում, սիրելիներ, մենք շատ ժամանակ մեր կոչումը կորցնում ենք եւ սկսում ենք պատերազմել մարմնի եւ արյան դեմ։ Տարբեր կերպերով, այս աշխարհի իշխանների, այս աշխարհում իշխանություն ունեցողների, մեր շրջապատում իշխանություն ունեցողների դեմ, բայց մենք պետք է միշտ հիշենք, որ մեր պատերազմը մարմնի դեմ չէ։ Մեր պատերազմը այս մարդկանց հետ չէ, աշխարհում գտնվող մարդկանց հետ չէ։ Այդ չար կառավարության հետ չէ, այս աշխարհում կառավարող այդ չար իրար գցող, չգիտեմ, իրար վրա ինքնահաստատվող այդ համակարգի դեմ չի մեր պատերազմը։ Եվ գրված է, թե ինչի դեմ է մեր պատերազմը։ Մեր պատերազմը, ասում է, այս աշխարհում գտնվող չար ուժերի, իշխանությունների, պետությունների դեմ է։ Եվ երբ որ մենք նայում ենք մեզ առանց Քրիստոսի, առանց Աստծո, մենք շատ իրականում տկար ենք, շատ թույլ ենք, որպեսզի պատերազմենք իշխանությունների, այդ իշխանությունները, որ գրված այդ չար իշխանությունները, սատանայի չարի իշխանությունները, հոգևոր աշխարհում գտնվող։ Իրականում մենք շատ թույլ ենք, շատ տկար ենք, որպեսզի պատերազմենք իրանց դեմ։ Մենք մեզանով չենք կարող պատերազմել։ Բայց մի ուրիշտեղ գրված է, որ Հիսուսը հայտնապես մերկացնելով խայտարակեց եւ իշխանություններին եւ պետություններին հայտնապես հաղթեց։ Գրված է Աստծո խոսքում սա։ Եվ սա իմանալով, որ արդեն հաղթել է մեր Տերը, մենք արդեն կարող ենք ուժ հավաքել, զորություն հավաքել եւ մեր պատերազմը շարունակել։ Հիսուսը իր բաժին պատերազմը արդեն տարել է։ Այն իր կյանքով, որ ինքը ապրեց 33 տարին, խաչի վրա հարություն առնելով, ինքը իր պատերազմը արդեն տարավ եւ շատ լավ տարեց։ Միջև խաչի մահ, միջև հարություն եւ նա հաղթեց չար իշխանություններին, հաղթեց չարին եւ այդ պատերազմը փոխանցեց մեզ։ Հիմա մեր կյանքում էլ մենք պետք է պատերազմենք այդ իշխանությունների, չար պետությունների դեմ եւ այդ իրականում սա ինչ որ տենց, չգիտեմ, ֆիլմերի պես որ կա, չգիտեմ, տենց ուժերի կռիվներ չի կամ պատերազմներ չի, սա իրականում մարդկանց միջև պատերազմ է։ Մարդկանց միջև, որ մարդիկ կան, որ գտնվում են չար իշխանության ներքո։ Հատվածներ կան, օրինակ քաղաքներ կան, թաղամասեր կան, ընտանիքներ կան, որ գտնվում են չարի իշխանության ներքո։ Եվ Աստծո կոչումը մեր համար այն է, որ մենք պատերազմենք, որ մենք օգնենք նրանց, որպես իրենք այդ չար իշխանությունից դուրս գան եւ մեր պես դառնան լույսի իշխանության հետևորդներ, լույսի թագավորության մարդիկ։ Եվ այս Եփեսացիների 6-րդ գլխում, որ ասում է մեր պատերազմը մարմին եւ արյան դեմ չէ, վերջում նկարագրում է մի քանի համար հետո նկարագրում է, թե ինչ է Աստծո սպառազինությունը, որ ասում է, որ Աստծո սպառազինությունը հագեք եւ այնտեղ նկարագրում է Աստծո սպառազինությունը, ճշմարտության գոտին, արդարության զրահը, փրկության սաղավարտը, ավետարանչի կոշիկները եւ այսպես նկարագրում է այդ պաշտպանության այդ շարքը, որ ինչ պետք է անենք, որպեսզի մենք պաշտպանված լինենք, որպես զինվոր։ Եվ ամենավերջում մենք բոլորը պաշտպանության համար են այդ բոլոր պարագաները, բայց վերջում մի բան ասում, որ ասում է եւ սա վերցրեք Աստծո խոսքը, որ հոգու սուրն է։ Հոգու սուրը արդեն պատերազմելու համար է։ Հոգու սուրը արդեն կռվելու համար է։ Եվ հոգու սուրը գրված է, որ Աստծո խոսքն է։ Մենք պետքա սովորենք կիրառել Աստծո խոսքը մեր կյանքում որպես զենք, որպես սուր։ Իրականում Աստծո խոսքը մեր ուղեկիցն է, Աստծո խոսքը լույս է մեր ճանապարհին, Աստծո խոսքը մեր խորհրդատուն է, մենք երբեք մեր ոտքը քարին չենք դիպչի, երբ որ Աստծո խոսքով առաջնորդվենք, բայց մենք պետք է սովորենք նաև Աստծո խոսքը օգտագործել որպես զենք։ Եվ մի ուրիշ տեղ գրված է, որ Աստծո խոսքը զորավոր է եւ ամեն երկսարի սուրից ավելի կտրուկ է։ Եվ թափանցում է ուր միջև հոգու շնչի գրված է ողնածուծի բաժանումը։ Եվ մենք պետք է հասկանանք, թե ինչքան զորավոր է Աստծո խոսքը ու պետք է սովորենք իրարել այս Աստծո խոսքը։ Թե մեր կյանքում, թե մեր դիմացինի կյանքում, թե մեր այն ընկերոջ կյանքում, կյանքում, որ Աստծո խոսքը դեռ չկա։ Սա արդեն ուզում եմ խոսել մի քիչ ավետարանչության մասին, որ իրականում երբ որ մենք մեզնից խոսենք, երբ որ մենք խոսենք այն ինչ որ մենք ենք ուզում խորհուրդ տանք այդ մարդկանց, մենք կարող է իրենց ականջներին միայն հասնենք, կարող է ականջներին էլ չհասնենք, կարող է մեր խոսքը չլսեն, բայց երբ որ խոսենք Աստծո խոսքը, գրված է, այն թափանցում է մինչև հոգու շնչի ոլորտը, թափանցում է մինչև ողնածուծը, իրականում ողնածուծ այն ոսկորի մեջի հյութն է, որ կա մեր մարմնի մեջ, այդ մարդու ամենախորը տեղն է, նկարագրում է Աստծո խոսքը, որ այն թափանցում է մինչև այն ամենախորը տեղերը մարդկանց, եւ արդեն այդ Աստծո խոսքը մեր մոտ է եւ մենք կարող ենք այդ Աստծո խոսքը կիրառել որպես զորավոր երկսարի սուր,
որ կտրում է ամեն բան, որ պատերազմում է ամեն մի չար բանի դեմ, ամեն մի անհավատության, ամեն մի կասկածամտության դեմ։ Կուզեմ մի հատ էլ հատված կարդալ Աստծո խոսքից 2 Կորինթացիներ 10-րդ գլուխ 4-րդ համար։ 10:4 2 Կորինթացիներ։ Որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծով զորավոր բերդեր քանդելու խորհուրդներ են քանդում եւ ամեն բարձրություն, որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ, եւ գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Իրականում Պողոսը շատ հատվածներ է ինքը մեջ բերում, շատ փոխաբերություններ է օգտագործում այս պատերազմը նկարագրելով զինվորներին, նկարագրելով այդ զինվորության զենքերը, ինքը սիրում էր դա նկարագրել Աստծո խոսքի հետ եւ մեր պատերազմը հոգեվոր, չգիտեմ, այդ հոգեվոր աշխարհում նկարագրել, թե ինչպես է զինվորը կռվում իր սովորական պատերազմում, աշխարհիկ պատերազմում։ Եվ նորից գրում է, որ մեր զենքերը մարմնավոր չեն։ Ինչպես այնտեղ էր ասում, որ մեր զենքերը մեր պատերազմը մարմնի եւ արյան դեմ չի, այստեղ էլ գրված է, որ մեր զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են, գրված է բերդեր քանդելու։ Եվ ասում ենք, որ քանդում ենք ծածուկ մտքերը եւ գերի ենք վերցնում ծածուկ մտքերը։ Էլի նկարագրում է ինչպես պատերազմում։ Իրականում մեր մտքում դուք էլ կվկայեք ժողովուրդ, որ ամենամեծ պատերազմը կատարվում է մեր մտքում։ Ես իմ մեջ շատ եմ նկատել, որ ժամանակ առ ժամանակ մտքի մեջ շատ մեծ պատերազմ է գնում։ Մի քանի 100 միտք այս կողմից է գալիս, մեր մարմնավոր, մեր սխալ մարմնավոր կողմից, մի քանի 100 միտք մենք հիշում ենք Աստծո խոսքից, հիշում ենք մեր հովվի ասացից, հիշում ենք մեր ավատքների ասացից, եւ մեր մտքում այդ պատերազմը իրականում գնում է։ Եվ մենք այդ պատերազմի կենտրոնում կանգնած արդեն որոշումը մերն է, որ ձայնին լսենք։ Իրականում մենք կարող ենք մեր մտքերը, այն մտքերը եւ գրված է, որ այդ մտքերը գոռոզանում են Քրիստոսի գիտության դեմ։ Այն գիտությունը, որ մենք ունենք Քրիստոսի գիտությունը, որ Հիսուսը մեզ պատվիրաններ է փոխանցել, Հիսուսը մեզ օրենքներ է փոխանցել, կյանքի օրենքներ է փոխանցել, որ դրանք միշտ կատարվում են։ Իրականում այդ մտքերը գոռոզանում են այդ գիտության դեմ, ուզում են բարձրանան, գոռոզանում են, ուզում են բարձրանալ այդ մտքերից եւ հաղթեն այն մտքին, որ մենք ունենք, այն գիտությանը, որ մենք ունենք Քրիստոսի մեջ։ Բայց մենք պետք է Աստծո խոսքով, Աստծո զորությամբ գերի վերցնենք այդ մտքերին տեղ չտանք եւ այդ մտքերը սպանենք մեր կյանքում, սիրելի եկեղեցի։ Իրականում մեր մեջ կարող են լինել տարբեր բերդեր, ինչպես որ գրված է բերդեր քանդելու։ Կարող է մեր մտքում լինի եսասիրության բերդ, կարող է լինի, չգիտեմ, անհավատության բերդ, կասկածամտության բերդ, փողասիրության բերդ, ատելության բերդ եւ եթե մենք ու այս շարքը կարելի է շատ շարունակել, եթե մենք այդ բերդերին տեղ չկանգնենք, իրանք ավելի են ամրանում, ավելի են կառուցվում, որովհետեւ չարը քնած չի։ Ու ինքը ուզում է միշտ մեր կյանքում իր բերդերը ունենա, որպեսզի մեր կյանքում լավ տեղ ունենա։ Բայց մենք պետք է ընդհանրապես տեղ չտանք իրան։ Ամենափոքր տեղն էլ չպետք է տանք իրան։ Եվ գրված է, որ մենք կարող ենք քանդել այս բերդերը։ Եթե այսօր բերդեր ունենք մեր մտքի մեջ կառուցած, եթե այսօր բերդեր ունենք կառուցած մեր կյանքերի մեջ, որը գոռոզանում է Քրիստոսի գիտության դեմ, եկեք այսօր Աստծո զորությամբ քանդենք այդ բերդերը։ Եբրայեցիների թղթի մեջ 12:4 համարում գրված է, որ արյուն թափելու պատերազմեք մեղքի դեմ։ Պողոս ասում է, դուք դեռ արյուն թափելու չափ չեք պատերազմել մեղքի դեմ։ Իրականում մեղքը թուլացնում է։ Ինչպես պատերազմի մեջ զինվորներին ուժ է պետք, պատերազմողներին ուժ է պետք։ Եվ հնարավոր է մի հատ մահացու հարված լինի, հնարավոր է մի հատ մահացու նետի հարված լինի եւ զինվորը իր ուժը կորցնում է, թուլանում է։ Այդպես էլ մեղքն է մեր կյանքում։ Թեկուզ այն ամենափոքր մեղքը, երբ որ կա մեր կյանքում եւ մենք այդ մեղքը չենք փորձում հեռացնել մեր կյանքից, շարունակական գնում է, մենք մեր պատերազմի մեջ թուլանալու ենք եւ մի օր էլ ծնկելու ենք ու էլ չենք կարողանալու առաջ շարժվենք Աստծո մեջ։ Բայց Աստված ուզում է, որպեսզի մենք ուժովանանք իրանով, իր զենքերը վերցնենք, իր պաշտպանությունը վերցնենք եւ պատերազմենք մեղքի դեմ, ինչպես որ հարկն է։ Եվ պատերազմենք մեղքի դեմ։ Մեղքի դեմ պատերազմում պետք է հարվածենք ինչքան որ պետք է։ Մեր մտքի դեմ պատերազմում պետք է հարվածենք ինչքան որ պետք է։ Եվ մի հատված, որ Հիսուսը ասում է, էլի ես մեղքի հետ կապված մի բան ասեմ, որ Հիսուսը ասում է, որ
նոր կտակարանում ամենավերջում, որ մարդկանց խմբին ասելու է, ես ձեզ չեմ ճանաչում, հեռացեք ինձանից, ասում է ով անօրենություն գործողներ։ Անօրենությունը նույն մեղքն է։ Ով անօրենություն գործողներ, ով մեղքեր գործողներ, հեռացեք ինձանից, ես ձեզ չեմ ճանաչում։ Եվ այդ մարդիկ Հիսուսին գիտեք ինչ էին ասում։ Ասում էին մենք քո անունով դևեր հանեցինք։ Մենք քո մասին քարոզեցինք, մենք ավետարանեցինք, մենք եկանք եկեղեցի, մենք աղոթում էինք։ Բայց Հիսուսը իրանց ասեց ես ձեզ չեմ ճանաչում, գնացեք ինձանից ով անօրենություն գործողներ։ Ինքը չասեց չէ դուք դևեր չեք հանել, չէ դուք չեք աղոթել, չէ դուք չեք ավետարանել, բայց ինքը ասեց դուք անօրենություն գործողներ եք եւ ես ձեզ չեմ ճանաչում։ Իրականում մեղքի դեմ պատերազմը շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որ մենք մեղքը հանենք մեր կյանքից, որովհետև Աստված չի հաշտվում ընդհանրապես մեղքի դեմ։ Այն ամենափոքր մեղքն էլ եթե կա մեր կյանքում եւ մենք դա փայփայում ենք, մենք դա սիրում ենք, Աստված իրականում չի բնակվի այդ մեղքի մեջ եւ իր զորությունը չի բերի այն տեղը, որտեղ կա անօրենություն եւ մեղք։ Հռոմեացիս 15:30 համարում 15:30 համարում գրված է. Եվ աղաչում եմ ձեզ եղբայրք, մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը եւ հոգու սիրովը, որ ինձ պատերազմակից լինեք, ինձ համար աղոթքներ անելով դեպի Աստված։ Պողոս ասում է, որ ինձ պատերազմակից եղեք, ինձ համար աղոթելով։ Իրականում աղոթքը իրականում նաև ուժեղ զենք է, ոչ մի բանով պակաս չի Աստծո խոսքից եւ դրանք միշտ իրար հետ համատեղելի են եւ դրանք առանց իրար չեն կարող գործել։ Աղոթքը շատ զորավոր զենք է մեր կյանքում սիրելի եկեղեցի։ Աղոթքը շատ զորավոր է եւ Պողոսի նման առաքյալը, որ ինքը հեթանոսների առաքյալ էր կոչվում, մենք միշտ հիանում ենք իր խոսքերով, միշտ հիանում ենք իր ծառայությունով, Պողոսի նման առաքյալը ուներ ինչի կարիք, աղոթքի կարիք։ Եվ նա ասում էր, որ ինձ հետ պատերազմակից եղեք։ Ես պատերազմում եմ Աստծո արքայության համար։ Ես գնում եմ, պատերազմում եմ, հոգիներ եմ փրկում, ավետարանում եմ, ասում եմ, բայց դուք ինձ համար աղոթքով պատերազմակից եղեք։ Իրականում այն մարդը, ով որ աղոթում է, այն ավետարան չի համար, ով որ ավետարանում է, ինքը ոչ մի բանով իրականում պակաս չի այդ ավետարանչից, որովհետև Աստծո արքայության մեջ օրենքները այլ են։ Այն աղոթքաժողովները, որ մեր մոտ ամեն օր անում են, ես հավատում եմ, որ դրա պտուղը մենք տեսնում ենք միջև էս, մեր եկեղեցին տեսնում է եւ դեռ տեսնելու է այդ պտուղները։ Այն աղոթքաժողովներ, որ լինում է այստեղ։ Եվ եկեղեցին իրականում հենց այդպես է կառուցվում։ Առաջին դարի եկեղեցին էր այդպես կառուցվում։ Մի մասը աղոթում էր, մի մասը ավետարանում էր, եւ այդպես եկեղեցին աճում էր, որովհետեւ աղոթքը շատ զորավոր է, աղոթքը շատ մեծ դռներ է բացում, աղոթքը Աստծո զորությունն է բերում մեր կյանքի մեջ, մեր շրջապատի մեջ։ Եփափրասի մասին գրված ասում է նա միշտ ձեր համար պատերազմում է աղոթքներում։ Էլի գրված է Պողոսն ասում է Եփափրասը ձեր համար միշտ պատերազմում է աղոթներում։ Իրականում աղոթքով հնարավոր է շատ մեծ պատերազմներ տանել։ Կարող է ինչ-որ մեկը չերևա ընդհանրապես, չգիտեմ, եկեղեցում ինքը չերևա, չգիտեմ, բեմին ընդհանրապես չբարձրանա, բայց ինչ-որ մեկը իր ծածուկ կյանքում շատ մեծ պատերազմող մարդ լինի։ Եվ նա ինքը շատ մեծ հաղթանակներ տանի Աստծո արքայության համար, շատ մարդկանց կյանքում բան փոխի իր ծածուկ սենյակում աղոթելով, որովհետև աղոթքը զորավոր է եւ աղոթքը պատերազմում շատ մեծ զենք է։ Եվ որպես վերջաբան կուզեմ կարդալ Փիլիպեցիս 1:27 խոսքը։ Միայն թե Քրիստոսի ավետարանին վայելող կերպով գնացեք, որ թե գամ եւ տեսնեմ ձեզ, եւ թե հեռու լինիմ, եւ լսեմ ձեր մասին, որ հաստատեք, մեկ հոգով եւ մեկ շնչով պատերազմում եք ավետարանի հավատքի համար։ Մեկ շնչով եւ մեկ հոգով պատերազմում եք ավետարանի հավատքի համար։ Սա գրում է Պողոսը իր եկեղեցուն։ Իրականում պատերազմը վատ բան է, բայց թեկուզ աշխարհիկ պատերազմում այն ամենափոքր լավ կետերից մեկը այն է, որ պատերազմը համախմբող է։ Երբ որ պատերազմը լինում, ժողովուրդը համախմբվում է։ Եվ նույն ձևել Աստծո ժողովուրդը, նույն ձևել Աստծո եկեղեցին։ Սիրելիներ, մենք Աստծո համար պատերազմի մեջ ենք։ Մենք պատերազմի մեջ ենք այս աշխարհում գտնվող չար իշխանությունների հետ։ Եվ մենք այդ պատերազմում պետքա իրանց իշխանությունից, իրանց թագավորությունից մարդիկ բերենք եւ բերենք այստեղ Աստծո թագավորություն։
Գրված է, որ դուք մեկ շնչով եւ մեկ հոգով պատերազմում եք։ Եկեք թող այս խոսքը ճիշտ լինի մեր եկեղեցու համար։ Թող այս խոսքը կյանք դառնա մեր եկեղեցու համար, որ դուք մեկ հոգով եւ մեկ շնչով պատերազմում եք ավետարանի հավատքի համար։ Մեր մեջից ոմանք ուժեղ աղոթողներ են, մեր մեջից ոմանք ուժեղ ավետարանիչներ են, ոմանք եւ նա են անում, ոմանք Աստծո խոսքը քարոզող մարդիկ են, իրենց կյանքում ցույց տվող մարդիկ են, իրենց շրջապատում օրինակ եղող մարդիկ են, բայց այս բոլորս մեկ հոգով եւ մեկ շնչով ենք պատերազմում։ Եվ այս բոլորս պատերազմում ենք մի նպատակի համար՝ Աստծո արքայությունը կառուցելու, Աստծո արքայությունը մեծացնելու համար, մեր կյանքերում, մեր շրջապատում, մեր հարևանների մոտ, մեր շենքում, մեր աշխատանքի վայրում։ Եվ ինչպես նորից կրկնեմ այն խոսքը, որ Հիսուս ասեց, ես այդ զորավորին կապել եմ, դուք արդեն զորություն ունեք, ես ձեզ այդ զորությունը տվել եմ, դուք կյանքի եւ հոգու օրենքի մեջ եք, դուք այդ զորությունը ունեք, ես ձեզ ամեն զորությունը տվել եմ, ես ձեզ տվել եմ զենքերը պատերազմում գործելու, ես ձեզ տվել եմ իմ խոսքը, ես ձեզ արտոնել եմ իմ ներկայության մեջ, աղոթելու մեջ, մեզ մնում է միայն պատերազմել։ Պատերազմի մեջ կան մարդիկ ընդհանրապես բոլոր պատերազմների մեջ, ովքեր հանդիսատես են։ Կան զինվորներ, ովքեր պատերազմում են, կան մարդիկ, ովքեր միայն լուրերով նայում են, թե ինչ է կատարվում պատերազմում։ Այսօր քանի դիրք գրավեցինք, քանի քառակուսի մետր եկավ մեր, քանի քառակուսի մետր հետ հանձնեցինք։ Մարդիկ կան միայն դիտորդներ են, միայն նայում են լուրերով։ Եկեք մենք չլինենք դիտորդներ Աստծո պատերազմում։ Եկեք մենք բոլորս հավասար պատերազմող լինենք Աստծո արքայության մեջ եւ Աստծո արքայության համար եւ կարոցենք մեր Տիրոջ արքայությունը։ Եկեք կանգնենք աղոթքի։ Մեր փառավոր Հայր, մենք գոհանում ենք քեզանից, որ դու հաղթել ես պատերազմում Հիսուս, որ դու հաղթել ես պատերազմում խաչի վրա եւ քո հարությունով դու հաղթել ես չարին, հաղթել ես մեղքին, հաղթել ես մահվանը, հաղթել ես գերեզմանին, Տեր, եւ այդ հաղթությունը մեզ ես տվել, Տեր ջան։ Եվ դու այդ հաղթությունը փոխանցել ես մեզ, որ ասել ես դուք եք հաղթող, որ ասել ես աշխարհում նեղություն կունենաք, բայց չվհատվեք, չշփոթվեք, ես հաղթել եմ աշխարհին։ Դու հաղթել ես այս աշխարհին, Տեր ջան։ Խնդրում եմ, որ մենք վերցնենք քո հաղթությունը եւ քո հաղթությունով գնանք առաջ, Տեր ջան։ Մենք պատերազմենք քո համար, քո արքայության համար, Հիսուս ջան։ Վերցնենք այն զենքերը, որ դու ես առաջարկում ես, որ դու ես պատիվիրում ես վերցնել, Տեր։ Վերցնենք քո խոսքը, ամուր լինենք, կանգուն լինենք աղոթքի մեջ, Տեր ջան։ Եվ քո պատերազմում դիտորդներ չլինենք, Հիսուս ջան։ Դու ուզում ես, որպեսզի մենք հոգիներ շահենք, Տեր ջան։ Դու ուզում ես, որ մենք մեր շրջապատում աղ եւ լույս լինենք, մեր շրջապատում փոփոխություն բերող լինենք, քո արքայության համար, քեզ համար, Տեր, քո փառքի համար։ Թող դու փառավորվես մեր կյանքերում, Տեր, եւ դու փառավորվես մեր եկեղեցում։ Թող քո փառքը լցնի այս վայրը, Տեր ջան։ Թող քո փառքը լցնի այս վայրը, թող իրոք մեր սրտերը պատրաստ լինեն երկրպագելու քեզ, Տեր ջան։ Հետագա ժամերը հանձնում են քո ձեռքերի մեջ, մինչև այստեղից մեր գնալը թող քո ներկայությունը շոշափելի կերպով այստեղ լինի, այս դահլիճում լինի, Տեր, եւ թող ամեն մեկը ստեղից լեցված գնանք, Տեր ջան։ Փառավորվիր, Տեր, ամեն։